Սիրելի բարեկամներ, մենք հաճախ ենք անդրադառնում մեր ժամանակակից մշակույթին, գրականությանը, արվեստին, որտեղ այն համոզումը ունենք, որ մեր այսօրը կերտում է ժամանակակից գրականությունը, ժամանակակից արվեստը եւ ժամանակակից մշակույթը։ Մենք մեր դասականների հանդեպ ունենք մեծ հիացում ու երախտագիտություն, նրանք կերտել են տաճարը մեր, ոգու տաճարը, բայց մեր ժողովրդի այսօրվա վիճակը ստեղծում են հայ գրողները, հայ բանաստեղծները, արվեստի հայ գործիչները։ Իսկ ինչ է գրողի ճամփան, ինչ է գրողի ճակատագիրը, ինչ հատկանիշներ ունի իսկական տաղանդը, եթե դա երիտասարդ է։ Այսօր այս հարցին պիտի փորձեմ պատասխանել, անդրադառնալով մեր ժամանակի լավագույն բանաստեղծներից մեկին, Սուսաննա Ղազարյանին, ով որ հետևում է բանաստեղծուհու ստեղծագործական ձեռնարկներին, նա արդեն գիտի ու ճանաչում է նրա էությունը։ Ես փորձեմ մի քանի հատկանիշներ թվարկել, որոնք կարևոր կլինեն նաև այլ երիտասարդ հեղինակների համար, ովքեր նոր սկսում են իրենց ճանապարհը։ Այսինքն իմ փորձը գրականագետի փորձ է, ստեղծագործական անհատականության էական հատկանիշները որոնք են։ Ես այդ մասին այսօր պիտի խոսեմ։ Ովքեր ճանաչում են Սուսաննա Ղազարյանին, գիտեն, որ երիտասարդ հեղինակը երբեք իր գործերով մտահոգված չի եղել, իր մասին չի մտածում, իր մասին չի խոսում, եւ եթե անկարծ հնարավոր է լինում տպագրել որևէ գիրք, անպայման ընտրում է իր բարեկամներից մեկի, իր ընկերներից մեկի գիրքը։ Ընկերության տաղանդ ունի Սուսաննա Ղազարյանը, ինչը մեզ համար անչափ ուրախալի է։ Մենք պիտի գրականության մեջ ցույց տանք օրինակ մեր ժողովրդին։ Գրող ասելով ժողովուրդը հասկանա ճանապարհ, վեհություն, գեղեցկություն, հաղթանակ, այս է վերում Սուսաննա Ղազարյանը։ Շատ դժվարություններ հաղթահարելով։ Գիտեք, որ այսօր բոլորի համար դժվար է։ Ինքը սակայն երբեք իր նեղությունները ի ցույց չի դնում հանրությանը։ Ցույց է տալիս իր ժպիտը, իր մտահոգությունը, իր կամքը եւ հորդորում է հանրությանը այս դժվար պահին լինել միասնական ու ապրել կորովով, որը շատ կարևոր է մեր ժողովրդի համար։ Շատ գնահատում եմ այն, որ մեծ պատկառանք ունի դասական գրողների հանդեպ։ Ես նրան միշտ տեսել եմ Ռազմիկ Դավոյանի կողքին, ես նրան միշտ տեսել եմ Հրաչյա Սարուխանի կողքին, տեսել եմ, թե ինչպես հիացած էր Ղևոնդով եւ վերաբերմունք այդ լավ վերաբերմունքը մեծերից ինքը ստացել է։ Հիշում եմ, երբ լույս տեսավ Ռազմիկ Դավոյանի ընտրանին, ծավալուն գիրք է, եւ մենք այդ պահին գտնում ենք Արմավիրում, գիրքը Ռազմիկ Դավոյանի ձեռքին էր եւ ինքը որոշեց, որ այդ գրքի սիգնալային օրինակն է, այսինքն տպարանից ստացել էր մեկ օրինակ այդ գրքից եւ նա որոշել էր, որ այդ գիրքը պիտի նվիրի Սուսաննա Ղազարյանին եւ նվիրեց ավագ գրողի օրհնությամբ։ Բացի այդ, Սուսաննա Ղազարյանի մասին խոսելիս իր հայրենասիրությունը, իր նվիրումը հայրենիքին, երբ Արցախում դժվար օրեր էին, անընդհատ կազմակերպում էր ինքը այցելություններ Արցախ, աղավնոն հանձնում էին, իր ծննդյան օրը հուլիսի 4-ը ինքը անցկացրեց Աղավնոյում։ Ես հիշում եմ մարդկանց ժպտուն հայացքները, այն հավատը, որ ունեին տեսնելով բանաստեղծին, որ եկել էր Աղավնո, եկել էր Բերձոր պայքարելու համար։ Սա մենք երբեք պիտի մոռանանք։ Ու այդ պատճառով էլ շարունակել իմ խոսքը, նաև պիտի ավելացնեմ, որ Սուսաննա Ղազարյանի յուրահատկությունն նաև այն է, որ ինքը ստեղծել է մնայուն գործեր։ Այո, իր երիտասարդ տարիքին չնայելով ինքը արդեն ունի գործեր, որոնք մեր գրականության պատմության մեջ մնալու են իրենց բովանդակությամբ կարևոր, իրենց արժեքով կարևոր։ Ահա սիրելի բարեկամներ, այսօր ես ուզեցի ներկայացնել մի հեղինակի, որը օրինակ է շատերի համար, առավել եւս որ առիթ ունենք։ Հուլիսի 4-ը իր ծննդյան օրն է։ Եվ գիշերն լույս պիտ սուրումուր գա։ Որնամ գալարվեմ ցավից կորստից։ Դուք խաղաղ անհոգ դերգահին բազմած պիտի որոշեք մեր վաղվա ուղին։ Ուղի, թե դժոխք, էլ չեմ տարբերում։ Չգիտեմ անգամ խորուրդ օրվա։ Նավը բեկբեկված ալիքին հլու, իսկ նավապետը մի հրեշ հարբած։ Ուր որը շուտով մեծալիք կգա։ Վերջին հարվածով մեզ խժռելու։
երբվանից դարձանք ստրուկ ու ծառա, անգամ մահվանը հպատակ հլու, լսիր տառապյալ ճիչս հայրենիք, դու դարերին ես հաղթել դարեդար, երազել պայծառ, լուսեղեն գալիք, վառ երազներդ տեսնես ուր կորան, արտաղաչումը ծնկած մի մնա, վեր կաց ու թափ տուր ծնկներիդ փոշին, ախր քո գրկից ես էլ ուր գնամ, դու իմ վիրավոր, իմ խոցված, իմ հին